գրավիտացիա ինչի մասին է գիրքը եւ գրավիտացիոն ալիքները արդյոք առնչվում են նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն շատ եւ շնորհակալություն, որ այստեղ եք։ Ուրեմն աշխարհաքաղաքական գրավիտացիան տրամաբանական շարունակությունն է ինչ-որ իմաստով մեր նախորդ գրքի դե հուսամ ունեցել եք կամ ծանոթ եք խոշորացույցի։ Եթե խոշորացույցը Հայաստանի ուրեմն արտաքին քաղաքականության նորանկախ շրջանի անդրադարձներ տալիս տարածաշրջանին, այսինքն մեր անմիջական հարևանությանը, որ եւ ամեն յուրաքանչյուր բաժնից հետո արկա է տեսլականը հարաբերությունների կառուցման հետագայի այլը, աշխարհաքաղաքական գրավիտացիան արդեն անդրադառնում է ուժային կենտրոններին, ուրեմն առանցին բաժինները արկա է Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպան, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը եւ այլ տարածաշրջանները, որոնք այս շարքից դուրս են մնում, հա, այսինքն 7 առանձին բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը ուրեմն ներկայացված է իր տեղով, դերով, նշանակությամբ աշխարհում իր գրավիտացիայով աշխարհում, հա, միմյանց հետ փոխհարաբերություններով, պրոյեկցիայով իրենց շահերի եւ ազդեցության դեպի Հարավ Կովկաս, որից հետո անմիջականորեն Հայաստան, Հայաստանի հետ հարաբերությունները եւ ելի յուրաքանչյուր բաժնի վերջում արկա է տեսլականը մեր երկու հարաբերությունների ճանապարհային քարտեզը, ինչի վրա պիտի հենվի իր կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ դրվածքի ներքո։ Ուրեմն ձեր միանգամից երկրորդ հարցնել անդրադառնամ, ուրեմն իհարկե տարիքները անդրադառնում են, չեն կարող չանդրադառնալ, պայմանական ասած 3 հիմնարար պարամետրեր, հա, նույն այդ գրավիտացիան, եթե այդպես անվանենք, ուրեմն նույն հեռավորությունը, ոչ ուղղակի իմաստով միայն եւ փոխկապակցվածությունը, այս 3 հիմնական պարամետրերն են, որ նաեւ հարաբերությունների թե որակը, թե զարգացման հնարավոր միտումներ իրենց մեջ պարունակում են։ Կարծում եմ կարելի է այդ հարցերի ավելի մանրամասը պատասխանը տեսլականի մեջ նաև դրանց բաշխումը ժամանակային միավորների գրքում կարելի է գտնել ուսանում։ Առաջ անցնելով մի փոքր փակագծեր կբացեք, դուք ինչպես եք տեսնում տեսլականը կոնկրետ մոտ ապագայի համար ուժային կենտրոնների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների։ Տեսեք, այսօր օրակարգերը շատ ծանր վիճակում են, հիմա հիշեմ ուզի, որտեվ ցանկացած հանրային խոսքով, եթերով, ելույթով անդրադառնում ենք դրան, թե արտաքին քաղաքականությունը այսօր կատաստրոֆիկ վիճակում է ընդհանրապես բոլոր ուղղություններով եւ հետեւաբար չզարմանաք գրքում ականատես կլինեք նաեւ արտահայտության կայծակնային արագության քայլեր, որոնք պետք է արվեն ուղղություններից յուրաքանչյուրի հետ, հա, հիմքում եւ առաջնահերթությունը։ Դա անվտանգային քաղաքականությունն է, իհարկե իր ներքին բաղկացի կարևորությամբ, բայց նաեւ արտաքին բաղկացի անդրադարձով եւ կրկնեմ ճանապարհային քարտեզը նորմալ արտացոլած է ըստ բոլոր ուղղությունների։ Բեկայան պակաս ծանր վիճակում չէ նաև ներքաղաքական կյանքը, հաշվի առնելով նաև վերջին իրողությունները, երբ կոնկրետ հանրային եւ քաղաքական գործընթաց մեկնարկելու նախաձեռնության առնչությամբ իրարամեջ կարծիքները ընդդիմադիր շրջանակներում քաղաքականության մասին խոսել, քաղաքականությանը նայել կողքից սուր հայտարարություններ անել, թե զբաղվել քաղաքականությամբ, օրինակ գնալ իմպիչմենթին, ինչպես եք տեսնում սրա տեսլականը։ Ուրեմն տեսեք, դուք գիտեք, որ տարիներ ի վեր զբաղվել եմ հենց արտաքին քաղաքականությամբ, դա չի ստեղծում որևէ կերպ իրավիճակ, որ դու ներքին ինչ ես հետևում կամ դա քեզ չի մտահոգում, չի հուզում եւ այլ եւ այլն։ Եվ վերջիվերջո կա մի պարզ, շատ պարզ հստակ հասկացություն, ուրեմն իմպիչմենտի գործընթացը գործիք է, որը պետք է լինի կիրառելի, հակառակ պարագայում շատ բան հանրության համար կլինի անհասկանալի։ Հիմա ուրիշ հարց չեմ կարծում այսօր դրա հնարավորությունն է, ժամանակն է, օրն է, որ դետալները բացահայտենք, հա, այնտեղ շատ պարզ է, որ կան բազմաթիվ թե իրավական, թե քաղաքական բաղկացուցիչներ, որոնք պետք է հաշվի առնել, եւ այսինքն իրականացվող գործընթացը պիտի շատ լավ հաշվարկված լինի, պարզ է։ Այսինքն խոսքը վերաբերվում է թե ուրեմն գործընթացի մեկնարկի համար այրեժայինների ապահովմանը, թե խոսքը վերաբերվում է հանրային ուրեմն համախմբում եւ որոշակի ճնշում քաղաքական ապահովելուն, թե գործընթացը իր վերջակետին հասցնելուն։ Եվ այստեղ ամենակարևորը, ամենաէականը, հա, ընդդիմադիր թևերի եւ ոչ միայն խորհրդարանական համախմբման եւ նույն օրակարգի շուրջ հանդես գալու հնարավորությունն է։ Եթե մենք դա ունենանք, իշխանության համար իրավիճակը շատ ավելի բարդ կլինի։ Բայց ցավոք այս պահին մենք դա չունենք։